Ես ուզում եմ խոսել վիզայի լիբերալիզացիայի մասին։ Հրաշալի, դուք հայերեն հասկանում եք։ Ես խոսում եմ հայերեն մի քիչ։ Մոտավոր երբ վիզաների ազատականացումը կդառնա իրական։ I know that the Armenian citizens are very Ես interested in գիտեմ, this որ question. Հայաստանի քաղաքացիները շատ հետաքրքրված են այս հարցով եւ ես դա շատ լավ գիտակցում եմ։ Ուզում եմ նաեւ արձանագրել, որ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն է վարում առանց վիզայի կարգավիճակ տրամադրելու շուրջ։ Սակայն այս պահին մենք չենք կարող հստակ ժամկետ նշել։ Պատճառը այն է, որ վերջնական արդյունքը կախված է նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ արագությամբ կիրականացնեն սահմանված չափորոշիչները։ Ինչ պարտավորություններ պետք է կատարի Հայաստանը, որպեսզի ստանա վիզաների ազատականացում։ Սա չափորոշիչների վրա հիմնված գործընթաց է։ Երբ բոլոր չափորոշիչները կատարվեն, Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի Հայաստանը ներառել առանց վիզայի ռեժիմից օգտվող երկրների ցանկում։ Հենց հետո կսկսվի որոշումների ընդունման գործընթաց, որին կմասնակցեն Եվրոպական միության անդամ պետությունները ու Եվրոպական խորհրդարանը։ Սակայն հաշվի առնելով մինչև այժմ մեր տեսած բարեփոխումների իրականացման տեմպը, հայ ժողովրդի ակնկալիքները, ինչպես նաև կառավարության հանձնառությունը իրականացնելու այս բարեփոխումները, ես լիովին վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպական միության երկրներ։ Վիզաների լիբերալիզացիայից հետո հնարավոր է ուսանողներին գնալ եվրոպական բուհերում, սովորել թե անհրաժեշտ է առանձին յուրահատուկ դրա համար վիզա։ Թույլ տվեք շատ հստակ նշել, որ վիզային ռեժիմի ազատականացումը վերաբերում է կարճաժամկետ ուղևորություններին, օրինակ գործնական նպատակներով ճանապարհորդելուն, ընտանիքի անդամներին հանդիպելուն, զբոսաշրջությանը կամ պարզապես տարբեր երկրներ այցելելուն։ Վիզաների ազատականացումից հետո արդյոք հայ քաղաքացիները կարող են աշխատել ԵՄ երկրներում։ Աշխատանքի թույլտվությունները տրամադրվում են առանձին պետությունների կողմից։ Դա յուրաքանչյուր պետության ազգային իրավասության շրջանակում է։ Համապատասխան պայմանների կատարման դեպքում Եվրոպական միության անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ կարող են աշխատանքի թույլտվություն տրամադրել Հայաստանի քաղաքացիներին։ Նույնը վերաբերում է նաև ուսանողներին եւ ազգային վիզաների մյուս տեսակներին, որոնց Հայաստանի քաղաքացիները արդեն ծանոթ են, դրանք շենգենյան վիզաներ չեն։ Որ փուլում է ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը եւ ինչ տնային աշխատանք ունի անելու Հայաստանը։ Հայաստանը պետք է կատարի վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափորոշիչները, խոսքը փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, օրենքի գերակայության, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև հիմնարար իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին է։ Սրանք շատ կարևոր խնդիրներ են, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ես կարծում եմ, որ մենք այս բարեփոխումներն իրականացնելու շատ ճիշտ ճանապարհի վրա ենք։